Գյումրիի հին շենքերի ու հայտնի գյումրեցիների նկարներով ձևավորված Շիրակ օդանավակայանը պատրաստվում է ընդունելու Մհեր Մկրտչյանի անունը կրող առաջին օդանավին։ Արդեն երկրորդավյա փոխադրողը Տարոն Ավիան է մուտք գործում Շիրակ օդանավակայան։ Ես իմ մտքերն ամեն ինչ, բայց ինձ շատ մեծ աջակցել է մեր կառավարությունը, աջակցել են շատ մեծ մեր ավիացիայի վարչությունը, հանդիպել եմ մեր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, վերջին որոշումս ընդունել եմ իր հանդիպումից հետո։ Իսկ ավիացիան ինձ աջակցել է ամեն հարցով։ Ու շատ ուրախ եմ, որ համել ես գյումրիец եմ վերջը։ Դա համար հետ եմ դարձել իմ հայրենիք։ Ես գյումրիեցի եմ եւ հպարտ եմ, որ աշխատում եմ Գյումրիի ավիաընկերությունում որպես օդաչու։ Տարոն Ավիան Շիրակ օդանավակայանից կանոնավոր եւ չարթերային չվերթներ կիրականացնի ապրիլի 25-ից առայժմ 3 ուղղություններով՝ դեպի Ռոստով, Սամարա եւ Կրասնոդար։ Գյումրիում կա պոտենցիալ բիզնեսի տեսանկյունից եւ ավիացիոն բիզնեսի տեսանկյունից այս բան մասնավորապես, ինչպես նաեւ շատ կարեւոր մի փաստ եւս, որ այսօրվա լիբերալ ազատականացված շուկայի պարագայում մենք ըստ էության ունենում ենք երկրորդ հայկական ավիափոխադրողը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ բաց երկնքի քաղաքականությունը եւ լիբերալ բաց շուկան չի նշանակում հայկական ավիափոխադրողի բացակայություն։ Ավիատոմսերի գները սկսվում են 10,000 դրամից, մինչև 7 կիլոգրամ ձեռքի, մինչև 20 կիլոգրամ էլ ուղեբեռը ներառյալ, առաջին չվերթն էլ դեպի Կրասնոդար է։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։